խնդրում եմ տեղադրել քարտերը եւ նախապատրաստվել վերանցում։ Պայքար ուժեղ Հայաստանի դեմ, երկրորդ ռաունդ։ Իշխանությունը Սամվել Կարապետյանի նկարի հետ ամիսներ կռիվ տալուց հետո անցավ նրա անուն ազգանվանը։ Մի քանի ժամում որոշեցին, գցեցին, բռնեցին, հրատապ նախագծով եկան։ Կուսակցությունների, դաշինքների անվանումներում չի կարող պարունակել անձնանուն, իսկ ուժեղ Հայաստանն արդեն հայտարարել է Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքի մասին։ Անունը չլինելը չի նշանակում, որ ուժեղ Հայաստանը չի մասնակցելու ընտրություններին։ Ինչ ուզում է Նիկոլ Փաշինյանն անի, ոնց ուզում է անի ժողովուրդը իր ձայնը հարցացնելու է։ Բոլորս պիտի պահանջենք այս իշխանություններից, որ վերջ տան այս ամենաթողությանը, որ վերջ տան այս բռնապետությանը։ Բոլորիս ձայնը որոշիչ է, անպայման ուղիղ 2 ամսից կատարեք ձեր ընտրությունը եւ մասնակցեք ընտրություններին։ Ընտրական գործընթացում պետք է երաշխավորվի դրան մասնակցող ուժերի հավասարությունը, խաղի կեսից կանոններ փոխելն անթույլատրելի է։ Իրավաբանները պնդում են ընտրությունից օրեր առաջ նման այսպես ասած հրատապ նախագծով իշխանությունը խախտում է միջազգային ու ներպետական բոլոր նորմերը։ Սենց մանր փոփոխությունների հետ, մարդու անվան հետ կռիվ տալը վկայակոչում է միայն մի բանի մասին, որ այս իշխանությունը վախեր ունի Սամվել Կարապետյանի անունից, որ այս իշխանությունը գիտակցում է, որ ինքը արդեն պարտվողականության տրամաբանության մեջ է ու հայ ժողովուրդը սիրում, աջակցում եւ ընտրելու է Սամվել Կարապետյանին։ Ինչա որ իրանք դեռևս այս պահին ունեն նման վարչական լծակներ, բանեցնում են դա եւ միջամտում են ընտրական գործընթացին, դա հավասարության խաթարում է, բայց այս ամենը խոսում է մի մասին, որ փոփոխությունները գալիս են։ Փոփոխությունները գալիս են Սամվել Կարապետյանի հետ, փոփոխությունները գալիս են ուժեղ Հայաստան դաշինքի հետ։ Կարող է Սամվել Կարապետյանը տեսաուղերձով ժողովրդին դիմել։ Արամ Վարդևանյանն ասում է, ուժեղ Հայաստանի ապօրինի կալանքում գտնվող առաջնորդը ոչ հարցազրույցի, ոչ տեսաուղերձի հնարավորություն չունի, դատախազությանն են դիմել, որ վերացնի սահմանափակումները։ Տենց երևույթ գոյություն չունի, որ օրինակ խոսեն մշտապես մի անձի մասին, իրեն տան մեկ հնարավորություն, որ ինքը տեսաուղերձով պատասխանի, դրանից հետո նորից խոսեն, բայց ինքը չկարողանա։ Հետևաբար այս ստերին ուղղակի եկեք վերջ տանք, բայց մյուս կողմից իրավական տիրույթ էլ ունենանք։ Ուժեղ Հայաստանի ընթացքն անկասելի է, վստահեցնում են Սամվել Կարապետյանի թիմակիցները։ Սպասելի էր իշխանության այս քայլը, ասում են, ամեն ինչ սպասում են, ամեն ինչի պատրաստ են։ Ձեզ հավաստիացնում եմ եւ մեր հանրությանն էլ հավաստիացնում եմ, միջև տար բոլոր ֆորս մաժորային դեպքերի համար բոլոր պլաններ ունեն, կարող եք հանգիստ լինել, բայց չեմ կարող բարձրացնել։ Ուժեղ Հայաստանը բաց է իր գաղափարները կիսող բոլոր ուժերի հետ գործակցության համար։ Թե ինչու չկայացավ Հայ ազգային կոնգրեսի հետ դաշինքը բացատրում են, միավորվում են բացառապես նոր ուժերի հետ։ Այն ուժերի հետ, որոնք նախկինում իշխանություն չեն եղել եւ չեն կրել պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության ներկա վիճակի համար։ Ընդամենը մի քանի օր է, որ ստեղծվել է պաշտոնապես ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ նախընտրական դաշինքը։ Եվ հիմա մենք այս թույլիկներին հասցրել ենք այն վիճակին, որ հիմա ընդունում են օրենք Սամվել Կարապետյանի մասին։ Իշխանության մարզային այցերը լավագույնն են պատմում նրանց գահավիժող վարկանիշի մասին։ Մարդիկ ուղիղ Նիկոլ Փաշինյանի դեմքին են ասում հեռացիր։ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներն ասում են իրենք ամեն նոր մարդկանցից ազդակներ են ստանում, որ փոփոխություններ են պետք։ Պարզապես պետք է հեռանալ եւ տալ այս երկրի զարգացման հնարավորություն։ Մի խանգարեք Սամվել Կարապետյանին։ Մի խանգարեք Հայաստանի հաջորդ վարչապետին։ Միայն Սամվել Կարապետյանն է ունակ Հայաստանը հանել այս ծնկաչոք վիճակից։ Ապրիլի 11-ին Ազատության հրապարակում ժամը 17:00-ին հավաքվում ենք բոլորս, ցույց ենք տալիս մեր միասնականությունը, ցույց ենք տալիս մեր ուժը։ Օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Օրվա ընթացքում 2 տապալված փորձից հետո իշխանությունն ի վերջո ընդունեց աղմկահարույց փոփոխությունը։ Քվեարկությունը 2 անգամ տապալվեց, ՔՊԱ-ականները չէին հավաքվում։
Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմատ մեդիա AM կայքում։